Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, մեզ մոտ խաղային շաբաթը շարունակվում է ու մեկ տարկեց երկրորդ խաղային օրը, որտեղ առաջինը միմյանցն դուրս են եկել խաղադաշտ մրցելու երկրորդ դիվիզիոնի շրջանակներում Միլանն ու Արարատը։ Շատ հետաքրքիր հանդիպում է սպասում, երկու թիմերն էլ ունեն լուծելու կարևոր խնդիրներ մրցաշարային աղյուսակում, այնպես որ այսօր երկուսի համար էլ իհարկե միավորները առաջնային են այս խաղում վաստակելու համար եւ տեսնենք թիմերը ինչպիսի ֆուտբոլ կմատուցեն մեզ այս 50 րոպեների ընթացքում գնդակով Միլանը երկար փոխանցում դեպի Հավակ Հունանյանի ուղղությամբ լավ դեր Հունանյանի կատարած փոխանցումը հենց մեկ տարկում Միլանը վտանգավոր գրոյի անցնում շարունակությունը տեսնենք բայց այստեղ արդեն հարվածային դիրքում չստացվեց Հունանյանի մոտ հայտվել շարունակվում է Միլանի գրոհը արդեն տարայով խաղի կանոնների խախտում ակտիվ է մեկ տարկել հանդիպումը Միլանը այս ստանդարտ էլ տեսնենք որից հետո արդեն կծանոթանանք մրցող թիմերի հայտարարությունների հետ Սեյրան Խալացյանն է տեղադրել գնդակը նա կկատարի այս տուգանային հարվածը ու տեսնենք Խալացյանը ունակ է նմանատիպ տարածություններից դիպուկ հարվածներ իրականացնելու ու տեսնենք կա մրցավարի Սուլիչը Խալացյանը մոտենում է գնդակին հարվածում ու այստեղ պատի վրա ընդունեց Խալացյանի կատարած հարվածը լավ էր հարվածել բաց անկյունը նկատել էր Միլանի 19 համարը բայց գնդակ ուղարկել այնտեղ չստացվեց քանի որ պատկազմած ֆուտբոլիստները կարողացան հեռացնել հիմա անկյունայինի խաղարկումը տեսնենք Միլանի Կրկի Խալացյանն է իրականացնում անկյունայինը ու նորից անկյունային է վաստակում Միլանը այո անոթ մեջ անկյունային ստացվեց այս իրավիճակում Եվ նորից այն Խալացյանը կիրասնի, բայց կարծես այս անգամ խաղարկման է պատրաստվում, այո Արագոնը խաղարկեց գնդակը Ջուլիկյանի հետ Խալացյան, հարված ու ևս մեկ անկյունային այո կիրասնի Միլանը, արդեն երրորդն է անընդմեջ Միլանը անկյունայիններ իրականացնում, սա միայն ու միայն իհարկե խոսում է Միլանի ակտիվ մեկնարկի մասին այս հանդիպման հետ կապված Հիմա էլ Ջուլիկյանն է իրացնում անկյունայինը փոխանցումը կա Դուրյանը այստեղ պայքարի բռնկվեց հիմա էլ փորձեց հարվածել բայց չնստեց գնդակը Վիգեն Դուրյանի ոտքին ու այստեղ Արարատի դարպասապա Վիրապ Կիրակոսյանը վերցնում է գնդակը առանց որևէ խնդիրների Կարայո կար ձեռքով խաղ այս իրավիճակում եւ եկեք հիմա արդեն ծանոթանանք մրցող թիմերի Հայտարարությունների հետ սկսենք Միլանից Հովհաննես Ղազարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Վլադիմիր Անդրեասյան համար 2, Սամվել Արաքելյան համար 5, Վիգեն Դուրյան համար 6, Արսեն Բաբախանյան համար 7, Էրիկ Հունանյան համար 8, Նաթիմի Ավակն է, Սարգիս Իլիցյան համար 10, Լեքսո Սահակյան համար 14, Սեյրան Խալացյան համար 19, Կորյուն Մխոյան համար 22, Վահե Մարտիրոսյան համար 77 եւ Արտաշ Ջուլիկյան համար 88 Արարատ Վիրապ Կիրակոսյանը պաշտպանում է դարպասը համար 1 Վրեժ Հարությունյան համար 3 նա այսօր Գերաց Մանուկյանի բացակայության պայմաններում թիմի ավակն է Արարատի Դավիթ Դավթյան համար 6 Գնդել Զարգարյան համար 7 Արմեն Մելոյան համար 8 Սամսոն Հարությունյան համար 9 Զորաբ Զաքարյան համար 10 Ռազմիկ Հակոբյան համար 11 Պարքև Աբրահամյան համար 19 Նարեկ Ղարիբյան համար 22 եւ Արման Պողոսյան համար 41 հիմա Աբրահամյանն է փորձում առաջ շարժվել բայց այստեղ հաստրեց Իլիցյանը փակել գնդակի ճանապարհ ու եզից կնետի արդեն Արարատը այո թիմերը մրցաշարային աղյուսակում այս պայն ունեն միավորներ բավական լավ իրավիճակում այս պայն գտնվում Արարատը ներողություն եմ խնդրում Արարատը 4-րդն է այս պայն մրցաշարային աղյուսակում ունի իր ակտիվում 5 հանդիպումից հետո վաստակած 9 միավոր տարել է 3 հաղթանակ Արարատը կրել 2 պարտություն այս պայն Ֆլամենգոն 13 միավորով 5 հանդիպումից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը Փարիզը երկրորդն է 12 միավորով Մոնցան 10 միավորով երրորդը եւ Արարատն 9 միավորով 4-րդն է այս պայն նրանք կարող է շրջանցել Պալերմոն եթե իր բաստողած հանդիպումում հաղթի Պալերմոն ունի 4 հանդիպումից հետո 9 վաստակած միավոր իսկ Միլանը անհաջող մեկտարկից հետո մրցաշրջանի հիմա շատ ավելի է բարելավել իր խաղամակարդակ այո Միլանը Այս պայն 4 միավորով գտնվում է 13-րդ հորիզոնականում 5 հանդիպումից հետո, բայց իհարկե առաջին տուրերում կրած պարտություններից հետո սա իհարկե արդեն խոսում է լավ արդյունավետության մասին 3 խաղ պարտվեց Միլանը հետո հաղթանակ տարավ
ու նախորդ տուրում Միլանը կարողացավ առաջատար Ֆլամենգոից միավոր կորզել, այո, ոչ ոքի ավարտեց այդ հանդիպում 1-1 հաշվով, որտեղ Ֆլամենգոն կորցրեց իր առաջին միավորները այս խաղարկությունում, բայց իհարկե կարող էր ավելի վատ ստացվել Ֆլամենգոյի համար, քանի որ Միլանը հաղթողի կարգավիճակում էր այդ խաղում, Միլանը նույնիսկ 1-1 հաշվի պայմաններում ուներ նորից հնարավորություն հաղթանակը կորզելու, բայց իհարկե արդեն չժպտաց բախտը, իհարկե նույնը կարող եմ ասել Ֆլամենգոյի տեսանկյունից կարող էր Ֆլամենգոն երկրորդը խփելու հաղթել արժանանալով իր հերթական 3 միավորին, այնպես որ իհարկե առաջին ակումբը դարձավ Միլանով կանգնեցեց Ֆլամենգոյի այսպես հաղթար շավը, բայց այս ֆոնի ներքո իհարկե Միլանը կարծում եմ պետք է ավելի ոգևորության ալիք ստանա ու փորձի միավորները ավելացնել, այո Միլանը կարող է, Միլանը վստահ եմ որ կպայքարի որքան հնարավոր է այս մրցաշրջանում, այն որ Միլանը միջև վերջը պայքարելու լավագույնների մեջ է ընդգրկվելու, ես դրանում կասկած չունեմ, նույնն էլ կարող եմ ասել Արարատի տեսանկյունից թիմերը իսկապես շատ լավ բարձավիճակում են գտնվում այս պահի դրությամբ ու երկուսն էլ փայլում են իրենց խաղամակարդակով, Աբրահամյան հիմա անցավ Արարատը հակը գրոյի, շատ լավ անցում ստացեց Պարքև Աբրահամյանից 2 դրվագում էլ, բայց այստեղ Լեքսո Սահակյանը հասցնում է կանգնեցնել Աբրահամյանի առաջ խաղացումը, Դուրյան հազվադեպ կարող են Դուրյանին տեսնել գրոյի միանալիս, բայց երբ նա միանում է, այսպես պայքարում է միջև վերջ, ինչ է այստեղ, բայց գնդակը դաշտի սահմաններում Վիգեն Դուրյանը, բայց արդեն իսկ խախտել էր խաղի կանոնները։ Եվ հիմա արդեն ստանդարտ կիրասնի Արարատը, այո երկուսն էլ անկասկած այստեղ են 3 միավոր վաստակելու համար, դրանում 2 կարծիք լինել պարզապես չի կարող Արարատը հաղթանակի հասնելու դեպքում կհավասարվի Փարիզին ու կբարձրանա մինչև երկրորդ հորիզոնական, կունենա 12 միավոր եւ իհարկե բայց կսպասի Փարիզի հանդիպման այս տուրում։ Իսկ Միլանն էլ հաղթանակի հասնելու դեպքում կհավասարվի 9-րդ հորիզոնականում գտնվող Բենֆիկային ու կունենա 7 միավոր իր անվան նիմաց գրանցած եւ իհարկե արդեն աստիճանաբար կմոտենա առաջատարներին, կրկնում եմ սա միայն այն փաստի համար եմ նշում Միլանի տեսանկյունից, որ Միլանը առաջության մեկնարկը ձախողեց, իսկապես վատ մեկնարկ տվեց Միլանը, այսպես ասենք, առաջության առաջին տուրերում, բայց հետո կարողացավ ամեն ինչ, չասենք 100%-ով, բայց առայժմ շտկելով առաջ է շարժվում Միլանը եւ կարող է եւս 1-2-3 հանդիպում հաղթարելու դեպքում արդեն նույնիսկ լավագույն քարյակում տեղ զբաղեցնել, իհարկե ավելի մասին էլ դրանից հետո կխոսենք։ Հունանյան լավն էր մտահղացումը, բայց այստեղ փակվեց Հունանյանի առաջխաղացման ճանապարհը։ Եզից է նետում Հունանյանը ստացավ պատասխան փոխանցումը մեկը փումով էլ արվածեց, բայց բարձր ստացվեց այստեղ Էրիկ Հունանյանի կատարած արված ու հիմա փոփոխություն է տեղի ունենում Միլանի կազմում, Արսեն Բաբախանյանն է մտնում խաղադաշտ ու փոխարինվում է Միլանի կազմում Սարգիս Սինիցյանը եւ տեսնենք Բաբախանյանը հիմա արդեն ինչ կփորձի առաջարկել, ինքները տեսակ Բաբախանյանի խաղադաշտ դուրս գալուց հետո մաքուր կենտրոնական արձակվողի վերածեց Իլիցյանի դիրքում տեղ է զբաղեցնում հիմա Էրիկ Հունանյանը, իսկ Բաբախանյանն էլ Հունանյանի դիրքում հանդես կգա այս փոփոխությունից հետո Հարիբյանն է պայքարում գնդակի համար, բայց Միլանը լավ գործեց, Աբրահամյան ու հերու թողեցին գնդակայո Արարատի ֆուտբոլիստները, եզից կնետի Միլանը Անդրեասյան ուղարկեց գնդակը Խալացյանին ու արդեն գնդակի տեղափոխություն դեպի Լեքսո Սահակյանը կարող է հարականալ Սահակյանը ունի իր առջև տարածություն Փոխանցում Հունանյանին մեկ հպումով էլ դեպի Անդրեասյանը լավ գրոյի անցել հիմա Միլանը Անդրեասյան, բայց շատ տարվեց այստեղ անհատական խաղով ու հարված կատարելու հնարավորություն արդեն Միլան այս դրվագում չստացավ, նորից գնդակը Միլանի մոտ է, այո ակտիվ է Միլանը առայժմ այս րոպեների ընթացքում ավելի քան Արարատը, բայց դեռ գործնականում իհարկե ոչինչ որոշված չէ, դեռ գործնականում Միլանը պետք է բացի հաշիվ այս ակտիվության ներքո, այլապես Արարատի խաղաոճին մենք շատ լավ ծանոթ ենք, ճիշտ է Արարատը հանդիպումների մեծ մասը փորձում է առաջին համարով հանդես գալ, բայց երբ նա խաղում է երկրորդ համարով խաղադաշտում, նրա հակագրոհները ստացվում են զենք իր առաջինը, Արարատը շատ լավ է իրականացնում հակագրոհները, եթե հիմա հասներ գնդակը Լեքսո Սահակյանին ու եզրափակում տեղի ունենար այս
Բաբախանյանի կատարած այս փոխանցմանը ապա երկրագետ խաղարկում կլիներ Միլանի ֆուտբոլիստների կատարման, բայց մի փոքր ուժեղ ստացվեց Արսեն Բաբախանյանի կատարած փոխանցումը։ Հիմա Արատն է գրոյի անցել Պարքև Աբրահամյան։ Ղարիբյան դեպի աչի ուղարկում գնդակը Ղարիբյանը։ Ու հիմա տեսնենք աչեզրով, բայց այստեղ եթե դիպավ նույնիսկ Անդրեասյանի ձեռքին, ապա մրցավարը առայժմ չսուլեց, Հունանյան գրոյի անցնում, Միլանը կածախից հենց Անդրեասյանը, բայց թույլ էր այս փոխանցումը, այո, կարող էր հարվածային դիրք դուրս բերել Հարությունյանի խաղընկերոջը, բայց այստեղ փակվեց փոխանցման ճանապարհը, իսկ հիմա ձեռքով է խաղում Լեքսո Սահակյանը։ Ու ստանդարտը տեսնենք Արատին, ինչպես է ստացվելու։ Աբրահամյանն է տեղադրել գնդակը, նա կկատարի այս տուգանային հարվածը, կարծում եմ հարված, այո, հարվածային է դիրքը, Աբրահամյանը կարող է այսպիսի տարածությունից լավ հարված իրականացնել։ Ու տեսնենք կա մրցավարի սուլիչը, Աբրահամյանն է հարվածում, բայց բարձր ստացվեց այստեղ Պարքև Աբրահամյանի փորձը։ Եվ հարված կտեսնենք Հովանես Ղազարյանի պաշտպանած դարպասից։ Խալացյան հաղարկեց գնդակը Ջուլիկյանի հետ։ Երկար փոխանցում դեպի Հունանյանը, բայց մի փոքր ուժեղ ստացվեց այս փոխանցում ու այո, հարված կլինի Արատի դարպասից։ Ղարիբյանը թուտես գնդակը դաշտի միջին հատվածում։ Լավն էր այս խաղարկումը, բայց գրոյի շարունակություն տալ Արատի մոտ չստացվեց, հակագրոյի փորձել Միլանից, բայց չեզոքացվեց այն, իսկ այստեղ մաքուր է գործել Դուրյանը ամեն դեպքում։ Այո, խաղի կանոնների խախտում այստեղ չկար, պարզապես դադարեցեց մրցավարը հանդիպումը, հասկանալու համար ինչ է պատահել։ Արատի ֆուտբոլիստ Արմեն Մելոյանի եւ ամեն ինչ կարգին է Մելոյանի հետ։ Դուրյան դեպի աջ ուղարկեց գնդակը Լեքսո Սահակյանի ուղղությամբ։ Բաբախանյան, կրկին Սահակյան։ Նորից Բաբախանյան, լավ է խաղարկում գնդակը Միլանը։ Սա երկար փոխանցում էր, բայց անասցե փոխանցում ստացվեց ու Արատը խորքից փորձի եւս մեկ գրոց սկսել։ Ղարիբյան լավ շրջվեց այստեղ Ղարիբյանը ուղարկեց գնդակը Դավթյանին ու Հունանյանն էլ գնաց պրեսինգի, բայց այստեղ չստացվեց գնդակի խլում իրականացնել, այո, եթե լիներ այս իրավիճակում հաջող խլում իրականացնել Հունանյանի մոտ, ապա նա միայնակ կարող է դրվագի ելքը վճռել։ Դուրյան չի դիպչում գնդակին Դուրյանը, իհարկե հասկանալի էր, եթե Արատի ֆուտբոլիստը շարժվեր դեպի Դուրյանը, նա բաց կթողներ գնդակը դաշտի սահմաններից դուրս, իսկ փոխարեն ինչ փոխանցում է կատարում Հունանյանին։ Մնաց ոտքի վրա Հունանյանը, գեղեցիկ գործեց Հունանյանը, լավն էր փոխանցումը, բայց ափսոս չկար այն կենտրոնական հարձակվող այս իրավիճակում ով փոխարիներ Հունանյանին այս փոխանցման բան եւ կեզրափակեր այս գրոյից հիմա Միլանը նորից սպառնաց, բայց Լեքսո Սահակյանի հարվածը թույլ ստացվեց։ Ջուլիկյան դեպի Հունանյանը ու այստեղ էլ արդեն հասցրեց Արատի ֆուտբոլիստը կանգնել գնդակի ճանապարհին այս փոխանցման ժամանակ, այո, կարողացավ վտանգը չեզոքացնել։ Զորաբ Զաքարյանն իսկ հիմա փոխարեն Արատը բացում է հանդիպան հաշիվը 1-0։
Պարքև Աբրահամյան 1-0 բացված է հանդիպան հաշիվը, այո, ինչի մասին խոսում էինք Արարատի հակագրող գոլի է վերացում ու հիմա արդեն Միլանը պետք է մտածի ոչ թե առաջ անցնել հաշվում մեջ, այլ փորձել առաջին հերթին հանդիպան հաշիվը հավասարեցնել Աբրահամյանի գործոնը, որտեղ պետք է եկավ շատ լավ հարվածեց ամենաճիշտ պահին, շատ լավ դիրքում էր գտնվում ու առաջին գնդակը այսպես է հեղինակում Արարատ այս խաղում, տեսնենք Միլանի պատասխանը ինչպես է ստացվելու, հիմա անկասկած Միլանը արդեն կգնա առաջ, արդեն կփորձի, որքան հնարավոր է շուտ հանդիպան հաշիվը հավասարեցնել Աբրահամյան, մնաց գնդակով Աբրահամյանը, լավներ մտահղացում ինչ իրավիճակ է ու Արարատը երկրորդ է խփում 2-0 դարձնելով հանդիպան հաշիվը Աբրահամյանի փոխանցումից հետո ամեն ինչ իդեալական ստացվեց ու դրվագը գոլով են ավարտում Արարատի ֆուտբոլիստները Արմեն Մելոյան 2-0 այսպես ստացվեց Արարատի մոտ 1-1.5 րոպեի ընթացքում հեղինակել երկու գնդակ ու հիմա շատ ծանր իրավիճակում է հայտնվում Միլան իսկապես շատ լավ գործեցին Արարատի ֆուտբոլիստները այս երկու դրվագում ու խնդրեմ իրենց հնարավորությունները գոլի է վերածում Արարատի ֆուտբոլիստները իրենց հնարավորությունները գոլի են վերածում ինչը Միլանի տեսանկյունից ասել չենք կարող Միլանն ունեցավ պահեր Միլանն ակտիվ էր մեկ տարկում բայց կփում է առաջին երկու գնդակները այս խաղում հենց Արարատը հիմա Խալացյանն է գնդակով Միլանը կփորձի որքան հնարավոր է շուտ արդեն ոչ թե մտածել հիմա այդպես ասեմ հավասարեցնելու մասին այլ մեկ գնդակ հետ բերելու դա կարող է նաև հիմա ստացվել Խալացյան հետ փոխանցում կատարեց այստեղ Ջուլիկյանը ինչը այստեղ չի տեսել մրցավարը ոչինչ եւ նորից հակագրո ենք տեսնում Արարատից վտանգավոր հակագրո բայց այստեղ էլ լավ է պաշտպանվում Միլանի պաշտպանը Ղարիբյանին վերադարձավ գնդակ Աչեզրով էլ Ղարիբյանն արագանում բայց արդեն փոխանցումը թույլ ստացվեց այո Խալացյանը գնդակը գլորում է Ջուլիկյանի ուղղությամբ նորից արագանում է Ջուլիկյանը կա Բաբախանյանի տարբերակը ընդունեց գնդակը Բաբախանյանը բայց փոխանցումը լավը չէր ստացվել արդեն իսկ ու արդյունքում գնդակը այստեղ դուրս եկավ դաշտի սահմաններից բայց ամեն դեպքում անկյունային հարվածը վաստակեց Միլանը Բաբախանյան ուղարկում է Խալացյանի ուղղությամբ գնդակը վտանգավոր գրոյի են նորից անցել Միլան ձախ թևով Խալացյան բայց այստեղ ստիպված եղան Նահանջել Միլանի ֆուտբոլիստները Արաքելյանը կատարեց ետ փոխանցում Ջուլիկյան Պագվեց Ջուլիկյանի փոխանցման ճանապարհը, բայց մնաց գնդակը Միլանի ֆուտբոլիստների մոտ Կրկին Ջուլիկյան բայց այստեղ էլ Ջուլիկյանի փոխանցումը մի փոքր անհաջող ստացվեց ու Աչեզրով հիմա էլ գրոյի անցնում Արարատը դեպի Աբրահամյանը փոխանցում ենք տեսնում իսկապես շատ լավ մարզավիճակում է գտնվում Պարքև Աբրահամյանը միայնակ խաղ իր վրա է վերցնում եւ կարողանում է դրվագները ճիշտ ավարտին հասցնել հիմա Հունանյանը խախտեց խաղի կանոնները ու ստանում է առաջին դեղին քարտը այս խաղում Միլանի ավակը միտումնավոր խաղի կանոնների խախտում էր սա Եվ ստանդարտը տեսնենք կա Սուլիչը Պարքև Աբրահամյան երվից կրակոց Ջուլիկյանն է հիմա էլ փակում գնդակի ճանապարհը Հունանյան երկրորդ հարգում փորձեց խլում իրականացնել չստացվեց բայց Աբրահամյանի արվածը բարձր է ստացվում այս իրավիճակում այո բավական բարձր է հանդիպան տեմպը իսկապես շատ հետաքրքիր հանդիպում ենք դիտում 20 րոպե անցավ արդեն հանդիպան մեկ տարկից ու առայժմ 2-0 հաշվով հաղթում է Արարատ այս խաղում ու տեսնենք խաղակեսի վերջին րոպեներին թիմերը ինչ կառաջարկեն մեզ ինչ կառաջարկի Միլանը առաջին հերթին ով պետք է այո ամեն գնով փորձի միջև ընդմիջման գնալը գոլը մեկ գնդակ հեղինակել երկրորդ խաղակեսում իհարկե դա բնականաբար մեծ ոգևորության ալիք կառաջացնի Միլանի ֆուտբոլիստների մոտ եթե խփեն մեկ է միջև ընդմիջման գնալը դա իհարկե հեշտ չի լինելու բայց իրատեսական տարբերակ է հիմա պարզապես Արարատ այս րոպեներին շատ փայլուն կերպով է պաշտպանվում
Մերսիսյան Հարիբյան կրկին Ներողություն Հարությունյանն էր քնդակով կրկին Հարությունյանը ստացավ փոխանցում Աչիեզը իսկ այս փոխանցումը շատ լավն էր հիմա նորից Արարատն է փորձում գրոյի հասնել բայց արդեն շատ հեռու թողեց գնդակը Սամսոն Հարությունյանը Հիմա Միլանի պատասխանը տեսնենք ու եթե ստացվեր այս ցանցումը Իլիցյանի մոտ ապա արդեն հենց ինքն իր համար հարվածային դիտքում հայտնվելու բայց վերջին պահին փակվեց Միլիցյանի առաջխաղացման ճանապարհը խաղարկում է անկյունայինը Միլանը Խալացյանին Իսկ այստեղ քիչ էր մնում Միլանը սխալվեր Անդրեասյանն է գնդակով Ջուլիգյան դեպի Արաքելյանը գլորից Խալացյանն է գնդակով լավն էր փոխանցումը Բաբախանյանին Բաբախանյան ուժեղ ստացվեց այս փոխանցումը Հարիբյան Բայց գնդակը Հարիբյանը դաշտի սահմաններում Եվ չկար խաղի կանոնների խախտում ոչ, բայց ամեն դեպքում եզրային նետում իրականացնի Արարատը գնդակը կմնա Արարատի ֆուտբոլիստների մոտ Հերվից փորձ, բայց այստեղ թույլ ստացվեց այս հարված ու դարպասապահ առանց որևէ խնդիրների վերցրեց գնդակը շատ հաջող փոխանցում ենք տեսնում Միլանի դարպասապահից դեպի Ջուլիկյանը, բայց շարունակություն տալ չստացվեց այստեղ Ջուլիկյանի մոտ Արարատն է գնդակով Խալացյան դաշտի միջին հատվածում խլում իրականացրեց Խալացյանը, բայց հետո էլ արագորեն կորցրեց Հարությունյան հեռացման փորձ չստացվեց Բաբախանյան գրոյի անցնել էր Միլանի մոտ չստացվեց շատ խառը իրավիճակի արդյունքում գնդակը մնում է Միլանի մոտ Խալացյան արված ու փրկում է այստեղ Արարատի դարպասապահ Վիրապ Կիրակոսյանը Այո, սա կարող էր այն դրվագը դառնալ, որից կկարչեր Միլանը կրճատ էր հանդիպան հաշիվը, բայց Վիրապ Կիրակոսյանը կարողացավ վերջին պահին հասնել գնդակին ու հեռացնել այն դաշտի սահմաններից դուրս անկյունայինից փոխանցումը կա այստեղ էլ հեռացման փորձ չստացվեց, իսկ արդեն Միլանի մոտ ստացվում է Սարգիս Իլիցյանը կրճատում է հանդիպան հաշիվը 2-1 Միլանի իր առջև դրված առաջին խնդիրը կատարում է Սարգիս Իլիցյան 2-1 ստացվեց այո կրճատել Միլանի մոտ հանդիպան հաշիվ ու խաղակեսի վերջի րոպեն է մեկ տարկում պատկերացնում եք ինչ Կարևոր պայ է խփեց այդ գնդակը Միլանը եւ հիմա արդեն պետք է փորձեն Միլանի ֆուտբոլիստները ավելին անել Չանցավ այստեղ Ջուլիկյանի փոխանցումը Արարատն է գնդակով Կարիբյան, բայց այստեղ Ջուլիկյանը լավ է պաշտպանվում եւ հիմա հակագրո եք նորից տեսնում Արարատից Աբրահամյան կարող է երկու գնդակը վերականգնել դուբլ Աբրահամյանից 3-1 Պարքև Աբրահամյան 3-1 դարձավ հանդիպան հաշիվը ընդամենը 1 րոպեից ավելի քիչ պահանջվեց Արարատին Նորից երկու գնդակի տարբերությունը վերականգնելու համար հիմա կարող ենք ասել Միլանը նույն խնդիրը ունի լուծելու ինչ ընդամենը 1-1.5 րոպե առաջ էր Այո Արարատը շատ լավ հակագրոհեց Աբրահամյանը շատ լավ արեց ամեն ինչ ու Արդեն գոլարած խաղակես ենք ունենում, այո խաղակեսը ճիշտ է ավարտվում է արդեն մոտենում է ավարտին, բայց 4 գնդակ արդեն ունենք առաջի խաղակեսում եւ դեռ թիմերը չեն հանգստացել այս ամենով 1-1 գրոններ են իրականացնում այս վերջին րոպեի ընթացքում Բաբախանյան ցածրից դեպի Տուգանայինի մատույցներ հեռացեց Արարատը գնդակ ու խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է 3-1 հաշվով հաղթում է Արարատը կարճ դադար որից հետո կշարունակենք Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադառնում ենք Միլան Արարատ հանդիպան երկրորդ խաղակեսը միասին դիտելու առաջի կեսից հետո 3-1 հաշվով հաղթում է Արարատը Միլանին
Նախ կարողացավ բացել հանդիպան հաշիվը Պարքև Աբրահամյանը, հետո Մելոյանը հաջորդ իսկ րոպեին կրկնապատկեց Արարատի առավելությունը, Իլիցյանը կրճատեց Միլանի կազմում հանդիպան հաշիվը, բայց հաջորդ գրոհի ժամանակ Պարքև Աբրահամյանը կրկին վերականգնեց 2 գնդակի առավելությունը Արարատի համար ու թիմերը գնացին 3-1 հաշվի պայմաններում ընդմիջման։ Եգոր Խաղակեսին հետևենք ու տեսնենք թիմերը ինչ կառաջարկեն մեզ։ Այո, Միլանը շատ լավ կարողացավ վերադառնալու սկիզբ այսպես հաղորդել հանդիպան, Իլիցյանը ամենալավ պահին կարելի ասել իր թիմի համար կրճատեց հաշիվը, բայց հետո արդեն պետք է լավ պաշտպանվեր Միլանը, բայց հաջորդ գրոհը անմիջապես գոլի է վերածում Արարատը, այսպիսի Խաղակեսի ավարտում են 2 թիմերն էլ ու Եգոր Խաղակես, որը 2-ի համար էլ կարող է իհարկե շատ կարևոր միավորների կորստի հանգեցնել կամ ընդհակառակը 2 թիմերից մեկը իհարկե կարող է իրեն ձեռնտու հարցում գրանցել այս խաղում։ Երկուսն էլ չեն կարող հաղթել, բայց կարող են չպարտվել։ Իհարկե ոչ ոքի կարող է գրանցվել այս խաղը, կարող է հաղթել Արարատ, ինչին իհարկե մոտ են Արարատի ֆուտբոլիստները առաջի կեսից հետո, բայց միայն 3-1 հաշիվը Միլանի դեմ խաղում իհարկե բավական չէ։ Միլանը 1-2 դրվագ ու կարող է իրեն ձեռնտու իրավիճակում հայտնվել, այո, 2 դրվագ ու Միլանը կարող է երկու դրվագներն էլ Միլանը կարող է գոլի վերածելու, տեսնենք ստացվի Միլանի մոտ ամեն դեպքում, թե իհարկե առաջի կեսից հետո շատ տպավորիչ խաղ ցուցադրեցին 2 թիմերն էլ, բայց հաջողության ավելի մոտ է այս պայմանությամբ Արարատը, քանի որ գրավեց մրցակցի դարպասի 3 անգամ Բաբախանյանն է առաջ շարժվում, շատ լավ ներփոխանցումը Հունանյանին դեպի կենտրոն, իսկ ինչու չարվածեց հենց Հունանյանը այստեղ, այո, կարող էր ձախ ոտքով հեռավոր անկյունն ուղարկել, գնդակը ուներ այդ տարածությունը Էրիկ Հունանյանը, բայց մի փոքր դանդաղեց, հետո էլ արդեն հարվածային հնարավորությունը կորցրեց Սահակյան։ Մնաց գնդակը Սահակյանի մոտ, երկար փոխանցում առաջ, բայց այստեղ էլ փակվեց գնդակի ճանապարհը ու հիմա արդեն Արարատը խորքից փորձում է եւս մեկ գրոհ սկսել լավներ այս փոխանցումը, բայց չհասցրեց Մելոյանը ճիշտ դիրքավորվել, հետո էլ սայթ հակեց եւ ամեն դեպքում Միլանը կնետի եզրից Դուրյան ուղարկեց գնդակը Ջուլիկյանի ուղղությամբ, շարժվում է առաջ Ջուլիկյանը, իսկ ինչ այստեղ Մելոյանը հրաշալի է պաշտպանվում, նահանջեց ու օգտեց պաշտպանությանը, շատ մաքուր գործեց Մելոյանը եւ միայն եսից կնետեն Միլանի ֆուտբոլիստները Խալացյան, բայց այստեղ էլ շատ պարզ իրավիճակում կորցրեց Միլանը գնդակը ու հիմա նորից խլում իրականացեցին Միլանի տղաները Խալացյան, տեսնենք այդ կարևոր փոխանցումը կհետևի արդյոք, հետ է ուղարկում Բաբախանյանին, ստանում պատասխանը կրկին Բաբախանյանին էր ուղղված գնդակը, բայց Մելոյանը կրկին հասցրեց հեռացնել գնդակը, եզրից են հետում Արսեն Բաբախանյանը լավ նկատեց Հունանյանի առաջ խաղացում ու կատարեց այդ փոխանցումը, բայց արդեն փակեցին Հունանյանին, հիմա նույն իրավիճակն է, բայց արդեն շատ լավ իրավիճակում ստացավ Հունանյանը գնդակը դեպի կենտրոն Խալացյան ու Մելոյանը կրկին հրաշալի է գործում, տեսեք հեռացեց, այո, ամեն դեպքում հեռացեց Մելոյանը գնդակը եւ հարված կլինի Միլանի դարպասից գնդակով դեպի Բաբախանյանը ուղարկեց, այն լավ է գործում Բաբախանյանը, բայց այս փոխանցումը հասցեատիրոջը չհասավ եւ Արարատը նորից փորձում է գրոհի հասնել Պարքև Աբրահամյան, հերվից փորձ Աբրահամյանից Ղազարյանը տեղում էր, այո, վատ չարվածեց Աբրահամյանը, պարզապես հեռու էր տարածությունը, իհարկե Ղազարյանը փորձառու դարպասապահ եւ կարող էր այս հարվածը կանխել, ինչն էլ արեց Միլանի դարպասապահը Մելոյան, առաջանում է Ղարիբյանը, Մելոյան, բայց փոխանցումը թույլ ստացվեց, հետո մնաց Ղարիբյանի մոտ գնդակի, հիմա էլ գնդակի կորուս Դուրյանը երկար փոխանցում է կատարում, բայց այստեղ էլ մնաց գնդակը Արարատի մոտ, այդ իսկ պատճառով չսուրեց մրցավար, այո, Հունանյանը խախտում էր խաղի կանոնները Ղարիբյան
Ղարիբյան հերվից փորձու բարձր ստացվեց, վտանգավոր արված կատարեց այստեղ Արարատի ֆուտբոլիստ Նարեկ Ղարիբյանը հեռավոր տարածությունից արվածեց, բայց մի փոքր բարձրությամբ ընթացավ գնդակ, այո, կարող էր հիմա այդ Ղարիբյանը աչքի ընկնել ու իհարկե գեղեցիկ գնդակ կտեսնենք, եթե հայտնվեր այն դարպասում, բայց չժպտաց այստեղ Ղարիբյանի վախտը Լեքսո Սահակյան գլորում է գնդակը Դուրյանին Դուրյան լավ նկատեց խաղընկերոջ առաջ խաղացումը, բայց փոխանցումը այստեղ ուժեղ ստացվեց Վլադիմիր Անդրեասյանի համար Ղարիբյան Թողեց Աբրահամյանին գնդակը Աբրահամյան չանցավ այս փոխանցումը Միլանը վերականգնում է գնդակ ու գրոյի Պորտ Միլանից Բաբախանյան կրունկով, բայց չարագացավ Հունանյանը այստեղ Բաբախանյանի փոխանցումն էլ հետևաբար ուժեղ ստացվեց Անցան կիսադաշտը Արարատի ֆուտբոլիստները, բայց միայն Վիգեն Դուրյանն էր այստեղ Միլանից Բաբախանյան Կար խաղի կանոնների խախտում կար արդեն Բաբախանյանի դեմ պայքարում Եվ ստանդարտ իրաստի Միլանը, այո, հեռու տարածությունը, բայց ունի կատարողներ Միլանի կազմում իդեմս Հունանյանի Բաբախանյանի երկուստ էլ կարող են հարվածել երկուստ էլ գնդակի մոտ են տեսնենք ստանդարտը հեռացավ Բաբախանյանը թողեց գնդակում Հունանյանին հերվից է հարվածում Հունանյանը, բայց բարձր է ստացվում Միլանի հավաքի հարվածը Դուրյան, նա Միլանը հիմա վերցրել է խաղի վերահսկողության տակ, բայց սա բավական չէ, պետք է իհարկե այս դաշտում տիրած առավելությունը վերացեն գոլի Միլանի ֆուտբոլիստները ամենայն դեպս մի քանի րոպե Միլանը վերահսկում է գնդակը դեպի Հունանյանը հիմա էլ փակվեց գնդակի ճանապարհը իսկ հիմա արդեն հեռացնում են Արարատի ֆուտբոլիստները գնդակը, բայց Արսեն Բաբախանյանի վերադարձավ այն Ջուլիկյան, նորից Բաբախանյան գուցե հեռվից փորձի Բաբախանյանը Փակվեց այստեղ հարվածի ճանապարհը Բաբախանյանի, բայց մնում է գնդակը Արսեն Բաբախանյանի մոտ, սա հարվածի փորձ էր Եվ հասնում է Խալացյանը գնդակին, այո վտանգավոր իրավիճակ է ու հասցրեց Հիմա էլ սա անկման գնով Դավթյանը հեռացնել գնդակը Թվաց մի պա բոլորին, որ արդեն Խալացյանը այս գնդակի հետևից չի հասնի, բայց պայքարեց մինչև վերջ, այսպես թափավաց կհավաքեց Խալացյանը ու հասավ այդ գնդակին եւ Ամեն դեպքում, եթե փոխանցումը մի փոքր էլ լավ ստացվել, իսկ հիմա Դուրյանի կատարած եզրային նետումը իդեալական էր ստացվել, բայց Հունանյանի ոտքին չնստեց գնդակը, հիմա կարող էր Միլանը մեկը ետ բերել, եթե Երիկ Հունանյանի հարվածը դիպուկ ստացվել այս իրավիճակում, ամեն ինչ այո Վիգեն Դուրյանը իդեալական արեց այստեղ, բայց այսքանով ավարտվեց այս դրվագը Միլանի համար իսկ հիմա Բաբախանյանի մոտ է գնդակը կրկին, բայց տեսեք, շատ ժամանակ չպահանջվեց Արարատից գնդակը վերականգնել, հիմա էլ արդեն եզից կնետեն Արարատի տղաները Եզրային նետում իրականացված է Ջուլիկյանն է, լավ պայքարում, լավ էլ փոխանցում է կատարում Սեյրան Խալացյանին եւ ինչ է այստեղ Դիպավ արդյոք գնդակը Արարատի պաշտպանի ձեռքին, թե ոչ, մրցավարը շատ մոտ էր կանգնած ու ամեն ինչ հստակ ցույց տվեց, որ այստեղ խաղի կանոնների խախտում չկա կամ միգուցե իհարկե դադարի ժամանակ մրցավարը դրվագ ուսումնասիրի Խալացյան Լավն էր փոխանցումը դեպի Ջուլիկյանը, վտանգավոր է Ջուլիկյան 3-2 Այո ստացվեց Միլանի մոտ կրճատել հաշիվը 10 րոպե անց Եգոր Խաղակեսի մեկ տարկից ու ամեն ինչ նոր է սկսվում այս հանդիպան ընթացքում Ստացվեց Ջուլիկյանի հարվածը դիպուկ ու արդեն մեկ գնդակ է նորից անհրաժեշտ Միլանին, այո, ուներ առավելություն իսկապես Միլանը գրոների ժամանակ հարձակման գծում շատ ակտիվ էին Միլանի ֆուտբոլիստները, այն դիպուկ հարվածը չէր ստացվել, բայց խնդրեմ
Արտաշ Ջուլիկյանի հարվածը հենց այդ հարվածն էր, որը կրճատեց հանդիպանաշի, ու հիմա Միլանը պետք է ավելին փորձի անել։ Հունանյան այստեղ գնդակը բաժին ասավ Միլանի հավաքին, կա Բաբախանյանի տարբերակը խորքից փոխանցում, այստեղ Հարությունյանն առաջինն է, արձագանքում գնդակի ռիսկային փոխանցում էր, բայց ամեն դեպքում ստացվեց այստեղ հեռացնել գնդակը Արարատի մոտ եւ ախնդրեմ Միլանը նորից գնդակով է Ջուլիկյան, Խալացյան, գուցե հեռվից փորձի Խալացյանը, ոչ, ուղարկեց Բարսեն Բաբախանյանին հարվածային դիրքում չհայտվեց, Բաբախանյանը Միլանի գրոհ շարունակվում է, նորից Բաբախանյանն է գնդակով, եւս մեկ հարված ու հիմա Կիրակոսյանն է հեռացնում գնդակը, անկյունային է վաստակում այս իրավիճակում Միլանը։ Բարձից փոխանցում հիմա էլ հեռացեցին Արարատի ֆուտբոլիստները գնդակը եւ արդեն եզից է նետելու Միլանը։ Հունանյան դեպի կենտրոն, Ջուլիկյանի ուղությամբ, նորից Հունանյան փոխանցում, Դուրյանն առաջացել էր արդեն, բայց փոխանցումը Վիգեն Դուրյանին չհասավ։ Իսկ հիմա գրոհի հասնում նորից Արարատը Բելոյան։ Թողեց Պարքև Աբրամյանին գնդակը, իսկ այստեղ ինչ է, սա ակնհայտ խաղի կանոնների խախտում էր ու տեղին քարտ է այո ստանում այս իրավիճակում Միլանի ֆուտբոլիստ Վլադիմիր Անդրեասյանը։ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկեր ու Անդրեասյանի դեղին քարտը չեղարկում է, փոխարենը կարմիր է ստանում Միլանի պաշտպան ու մեկ ֆուտբոլիստ պակաս է մնում Միլանը խաղադաշտում, այո, բաց ոտքով խաղի կանոնների խախտում էր, այստեղ ակնհայտ խաղի կանոնների խախտում ու հիմա արդեն Արարատը ստանում է քանակական առավելություն խաղադաշտում, այո, Միլանը պայքարեց, արեց ամեն ինչ, բայց այս կարմիր քարտը չասենք իհարկե Միլանին զրկում է միավորից, բայց ավելի է բարդացնում Միլանի լուծելի խնդիրը, քան միջև այս բաներ իհարկե։ Հիմա ստանդարտ իրացնի Արարատը Աբրահամյանն է հենց գնդակի մոտ կա մրցավարի Սուլիչը Աբրահամյան ցածից հարված եւ անկյունային է վաստակում։ Այս իրավիճակում Արարատը հիմա արդեն Արարատը ունի քանակական առավելություն եւ պետք է ավելի ուշադիր գործի առաջին հերթին պաշտպանությունում իհարկե Արարատին մեծ հաշվով կարող է չհետաքրքրել 4 գնդակը հեղինակել նրանք պետք է փորձեն իհարկե առաջին հերթին շեշտ դնել պաշտպանության վրա, իսկ Միլանը կարելի ասել այլևս կորցնելու ոչինչ չունի, այլևս ոչինչ Միլանին չի հետաքրքրում, պետք է պարզապես ողջ կազմով գնալ առաջ ու փորձել հավասարեցնել հանդիպանաշիվը, ճիշտ է դեռ հանդիպանը ավարտին կա 11 րոպե խաղաժամանակ։ Եվ դա բավական է երկու թիմերի համար էլ 1-2 գնդակ հեղինակելու նույնիսկ կարմիր քարտով Միլանի համար Դուրյան երկար փոխանցում դեպի Բաբախանյանի ուղղությամբ, բայց ճիշտ է, մոտիկ եկեք։ Ուժեղ ստացվեց մի փոքր այստեղ փոխանցումը, եզից է նետելու Արարատը։ Կատարված է եզրային նետումը։ Ղարիբյան, այստեղ Լեքսո Սահակյանն է լավ գործում, Սահակյան հարադարձ անկյունային է վաստակում Միլանը։ Ու անկյունայինի խաղարկում արդեն տեսնենք Միլանի ֆուտբոլիստերի Բաբախանյան փոխանցում դեպի Հունանյանը, բայց չստացվեց ընթացքից որսալ գնդակը Հունանյանի մոտ։ Փոփոխությունը տեղի ունեցավ Արարատի կազմում եւ հիմա Արարատը գրոհի է անցնում խորքից երկար փոխանցում, առաջ ուժեղ էր այս փոխանցումը եւ հարված կլինի Միլանի դարպասից։ Ջուլիկյան ուղարկեց գնդակը դեպի Լեքսո Սահակյանը, այստեղ սխալ կարող էր թույլ տալ Միլան, այո թույլ էր ստացվել Ջուլիկյանի փոխանցումը եւ Արարատը մեծ ցանկության դեպքում կարող էր այստեղ գնդակի խլում իրականացնել, բայց չստացվեց այս դրվագը վերացել գնդակի խլման եւ հիմա փոխարենը Միլանը կորցրեց գնդակը։ Ղարիբյան
Ղարիբյան լավ տարածություն աղթարեց, բայց այստեղ եթե ստանար փոխանցումը Ղարիբյանը խաղընկեր Սամսոն Հարությունյանից ապա պատկերացնում եք ինչ գրո էր սկսում ու ինչ գրոյի ավարտ կարող էր հենց Ղարիբյանը տալ այս իրավիճակում Ղարիբյան մեկը բումով այստեղ էլ Իրիցյանը կրայել էր մտահղացումը Խալացյան Ջուլիկյան վտանգավոր է հարված ու թույլ ստացվեց Ջուլիկյանի հարվածը հիմա եւ Կիրակոսյանը վերցնում է գնդակը նետում է այն Պարքև Աբրամյանի ուղղությամբ բայց Ջուլիկյանը կրկին վերականգնեց գնդակը Միլանի համար որքան ակտիվ է հանդիպան տեմպը որքան բարձր է հանդիպան տեմպը Խալացյան դեպի Ջուլիկյանը Ցածից փոխանցում հիմա էլ հեռացեց գնդակը պարզապես առաջ Դավթյանը որքան հնարավոր էր իհարկե չեն ուզում այս դրվագները Արարատի ֆուտբոլիստերին պետք է հեռացնել գնդակը որքան հնարավոր է քանի որ ընդամենը 1-2 րոպե անց արդեն սկսել է Միլանը բայց Կարծում եմ ընդամենը որքան ավարտին մոտնա հանդիպումը, որքան անցներ րոպեներ այդքան Միլանը այլևս չի մտածի պաշտպանության մասին եւ ողջ կազմով կարծում եմ կնետվի առաջ այս խաղը փրկելու համար։ Խալացյան Հեռացեցին այստեղ գնդակը Արարատի ֆուտբոլիստները Միլանը կրկին գրոյի անցնում արդեն ձախ եզրով Լեքսո Սահակյան դեպի Դուրյանը Դուրյան հերվից հարված ու այստեղ էլ փակվեց Դուրյանի հարվածի ճանապարհը Արարատի ֆուտբոլի Զորաբ Զաքարյանի կողմից Ատեսեք, իսկ սա ինչ է խաղի կանոնների խախտում ակնհայտ եւ տեղին քարտ այո կստանա Դավթյանը այս իրավիճակում Արդեն արագացել է, արդեն անցել է Լեքսո Սահակյանը Դավթյանի եւ Իհարկե սա մտածված խաղի կանոնների խախտում էր Եվ ստանդարտը տեսնենք Միլանի հիմա Լեքսո Սահակյանը փոխանցվեց չկարողացավ շարունակել հանդիպումը նրա փոխարեն խաղադաշտ վերադարձավ Միլանի առաջին գոլի հեղինակը Սարգիս Իրիցյանը իհարկե հարձակման գիծ ուժեղացնելու համար փոխանցում էր որից հետո գնդակը հայտնվում է դարպասում 3-3 Միլանը հաշիվը հավասարեցնում է Երեք այո Արարատը փորձեց հեռացնել գնդակը բայց այստեղ Սխալվեցին Արարատի ֆուտբոլիստերը ու արդյունքում սեփական դարպասը գրավեցին Արարատի պաշտպանները 3-3 դարձավ հանդիպան հաշիվայո Միլանի ակտիվությունը տալիս է իր արդյունքը ամեն դեպքում հաշիվը հավասար է եւ պատկերացնում է եթե Միլանը կարողանա այս խաղում հաղթանակ կորզել դա իհարկե ֆենոմենալ կստացվի լինել Մեկ ֆուտբոլիստ պակաս պարտվել երկու գնդակի տարբերությամբ այս մարզավիճակում գտնվող Արարատին ու վերադառնալով խաղ ոչ միայն փրկել հանդիպումը նաև տանել հաղթանակ իհարկե դեռ չտապենք բայց ամեն դեպքում դա տարբերակներից մեկն էր որը կարող է Միլանի կատարածել Ղարիբյան հեռացեց գնդակը պարզապես առաջ այո չկար այլ տարբերակ այս իրավիճակում Եվ սկսելու է Միլանը խորքից եւս մեկ գրոհ կանցկացնել Միլանի ֆուտբոլիստը Խալացյան թողնում է գնդակը Դուրյանին ու շարժվում առաջ հաշիեզում ստացավ գնդակը Ջուլիկյանը Հունանյան զարգացնում է արագություն հաշիեզում Հունանյանը փոխանցման փորձ բայց այստեղ Փակվեց Հունանյանի փոխանցման ճանապարհը իսկ հիմա հակագրո Արարատից Աբրահամյանը ստացավ գնդակը Աբրահամյանը կարող է լավ շարունակություն տալ բայց Ջուլիկյանը հեռացնում է գնդակը Այո իսկապես եթե ստացվի Միլանի մոտ այս խաղում հաղթել դա կրկնում եմ եւս մեկ անգամ ֆենոմենալ արդյունք կլինի Միլանի համար եւս մեկ 3 միավոր այն էլ այսպեսի մրցաշարային աղյուսակում որտեղ պատկերը ամեն տուրից հետո ավելի իհարկե վտանգավոր է դառնում մրցաշարային աղյուսակում այն առումով որ թիմերը բավական մոտ են գտնվում մեկը մյուսին իսկ սա հեռար հարված էր Զաքարյանից բայց Ղազարյանը արդեն իր տեղում էր Վիգեն Դուրյան Եվ այո ամեն տուրից հետո իսկապես մրցաշարային աղյուսակում պատկերը մի քանի աստիճանով փոխվում է մաքուր գնդակի խլում այստեղ վտանգավոր գրոնորից Միլանից սա փոխանցում էր բայց Զաքարյանը
Զաքարյանը կարողանում է հեռացնել ամեն դեպքում գնդակային վերադառնում է կրկին Միլանի մոտ Բաբախանյան նկատեց Ջուլիկյանին ու կատարեց այս փոխանցումը Ջուլիկյան այստեղ չնստեց գնդակը Ջուլիկյանի ոտքին Երկար փոխանցում առաջ Դուրյանն էլ այստեղ վերահսկում է իրավիճակը հեռացման փորձ, բայց Ղարիբյանին բաժին ասավ գնդակը Աբրահամյան պետք է ավելի սրացնել գրո ձախ եզրով շարժվեց առաջ Աբրահամյանը, բայց Ջուլիկյանը հեռացնում է այստեղ գնդակը դաշտի սահմաններից դուրս եզրից կնետի Արատը Պարքև Աբրահամյան Եվ հեռացման փորձ հարված կտեսնենք Միլանի դարպասից, այո, դիպավ գնդակը Արատի ֆուտբոլիստին ու դուրս եկավ դաշտի սահմաններից Դուրյան դեպի ձախ է ուղարկում գնդակը, որտեղ Արսեն Բաբախանյանն է Ունանյան, տեսեք աչեզից հասավ ձախ եզր ու դիրեց գնդակին Ունանյանը, բայց այստեղ կառավարել գնդակը չստացվեց Ունանյանի մոտ Անարմար իրավիճակում ընդունեց գնդակը Միլանի ավակը և չկարողացավ այն պայել իր մոտ Բաբախանյան Դուրյանին է թողնում գնդակը դեպի Իրիցյանը շատ լավ փակեց մարմնով գնդակ Իրիցյան ու այստեղ էլ Հարությունյանն է հրաշալի պաշտպանվում Ջուլիկյան թողնում է գնդակը Դուրյանին Հերվից փոխանցում Ունանյան ստացվեց շեղել գնդակի ուղղությունը ինչ իդեալական, ինչ ֆենոմենալ փոխանցում տեսանք Վիգեն Դուրյանից ու եթե Ունանյանը խփեր հիմա 4 գնդակը 7-րդ գնդակը այս խաղում որը կլիներ Միլանի համար 4 տապա պատկերացնում եք ինչ կկատարվեր խաղադաշտում իսկ հիմա հակագրոհում է Արարատը վտանգավոր հակագրո Արատից Աբրահամյան ու Դուրյանն էլ փրկում է այստեղ Միլանին այո նույնիսկ գործը Հովանես Ղազարյանին չհասավ այս իրավիճակում Ունանյան հեռու է թողնում գնդակը այո լարված րոպեներ են վերջին րոպեներն են ընթանում հանդիպան լարված րոպեներ որոնք իհարկե թիմերը հաշվի են առնում Ջուլիկյան հասցրեց Խալացյանին ուղարկել գնդակը Դեպի Աչեզր Իգիցյանն այստեղ է վտանգավոր գրոհ է դեպի Բաբախանյանը Բաբախանյան գոլ 4-3 Միլանը կամային հաղթանակ է տանում հիմա Արսեն Բաբախանյան 4-3 պատկերացնում եք այն ինչի մասին խոսում ենք այս իհարկե ամեն ինչը մոտ է իրականության եթե 1 րոպե կարողանա վստահ պաշտպանվել Միլանը կտանի հաղթանակ այս խաղում այո վերջին րոպեն հանդիպան 1 տարկած է իսկ ինչ գրո իրականացեց Միլանը այս իրավիճակում իհարկե բրավո բոլորին այն ֆուտբոլիստերին ովքեր այստեղ վստահ գործողություններ իրականացրեցին այո Իգիցյանի փոխանցումը եւ Բաբախանյանի կրակոտ հարվածը որ այս պայդրությամբ հաղթանակ է պարգևում շատ կարեւոր հաղթանակ է պարգևում Միլանին այո ամեն ինչ ֆենոմենալ ստացվեց հիմա անկյունային է վաստակել Արատը Եվ տեսնենք անկյունայինը բարձից փոխանցում Իգիցյանը հեռացնում է գնդակը եւ վերջին գրոները կփորձի վերջին գրոհը կփորձի կարծում եմ Արատը իրականացնել փակվեց նաև այս փոխանցման ճանապարհը ու վերջ Միլանը կամբեքի հաղթանակի է հասնում կամբեկով հաղթում է այս խաղը այո իսկապես արժանի հաղթանակ Միլանին հերթական 3 միավորը վաստակում է Միլանը այս մրցաշրջանում իսկապես լավ հաղթանակի արժանացան Միլանի ֆուտբոլիստները կամային հաղթանակի արժանացան 3-1 պարտվելիս վերադարձան խաղ ու հաղթանակի հասան 4-3 հաշվով Բաբախանյանի գոլը այո որոշիչներ այս խաղում Այս հանդիպան համար նախատեսել ենք այսքանը մեզ մոտ կարճ դադար է որից հետո խաղային օրը կշարունակենք